Թվայնացում, կրթության, գիտության, մրցունակության և արդյունավետության բարձրացում, մշակույթի տնտեսականացում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025-ի առաջնահերթ անելիքներն էին։ Վարչապետի մասնակցությամբ հաշվետվության քննարկմանը զեկուցվել է, որ աշխատանքները ներառել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները, թվայնացված են մանկապարտեզից դպրոցանցման և առաջին դասարան ընդունելության էլեկտրոնային գործընթացները։ Սա շատ կարևոր է, որ մեզ տալիս է անձի կրթական ճանապարհի հետագծելիության հնարավորություն սկսած մանկապարտեզից եւ մենք կարողանալու ենք հետևել անձի կրթական ճանապարհի, ինչը կարևոր է, որ այս համակարգը ինտեգրված է ԵՍՄ ազգային նույնականացման համակարգին, այսինքն մենք պահպանել ենք ամբողջական ստանդարտները։ Նշվել է, որ հանվել է մինչև 6 փաստաթղթի ներկայացման պահանջը, խնայելով դրա համար ծախսվող մինչև 1 շաբաթ ժամանակը, որդեգրվել է 1 տվյալը, 1 անգամ սկզբունքը, հանվել է մանկապարտեզ հաճախած երեխայի տվյալների մուտքագրման պահանջը, 2 եւ ավելի երեխաների հայտագրելիս միայն 1 երեխայի տվյալներն են մուտքագրվելու։ Առաջին վայրկյանից այդ հետագծելիությունը պետք է տեղի ունենա։ Եթե այդ հետագծելիությունը սկսում է 6 ամսից հետո, այդ հետագծելիություն չի, որովհետև այդ 6 ամսում կարա տվյալը ուղղակի էլի գնա գեներացվի ինչ-որ միտեղ կուտակվի, որ բանը լինի։ Այսինքն դա կապել բանի հետ, ֆինանսավորման հետ եւ դա կապել առողջության ապահովագրության հետ։ Որովհետև այսինքն այդ է համակարգը, որ կբացառի, որ որևէ երեխա մեր տեսադաշտից դուրս մնա։ Որովհետև եթե ինքը առողջության ապահովագրության շահառու է, պետքա որևէ տեղ ինքը երևա, որևէ տեղ գնում է մանկապարտեզ, չի գնում մանկապարտեզ, դպրոց գնում է, չի գնում, կամ եթե դպրոց է գնում առողջության ապահովագրության համակարգում չկա, համակարգը մեզ պետք է ասի, որ ստեղ այսքան երեխայի տվյալի անհամապատասխանություն կա, որպես մենք կարողանանք իրադրությունը կառավարել։ Մշակույթի ոլորտում մեկնարկել են 4 էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքները, ընդլայնվել է թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, 44 թանգարաններ իրենց մասնաճյուղերով այս պահին համակարգի մաս են, գործարկվել է թատերահամերգային կազմակերպությունների տոմսերի վաճառքի միասնական հարթակը։ Սպորտի ոլորտում շատ կարևոր է, մենք ընդհանրապես չունենք որևէ տեղեկատվական համակարգ, այսինքն տարեվերջի դրությամբ մարզադպրոցների բաղադրիչը ամբողջությամբ մշակված է եւ փորձարկված է։ Մարզական ֆեդերացիաների բաղադրիչը այս պահին մշակման փուլում է, սա ոլորտի թափանցիկության հաշվետվողականության էական բարձրացման խթան է լինելու եւ նաեւ թույլ է տալու վերահսկել ֆեդերացիաների գործունեությունը։ Մշակույթի տնտեսականացմամբ ջանքերն ըստ նախարարի կենտրոնացվել են կինոյի ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմների հաստատման, աճուրդների օրենսդրության մշակման, հեղինակավոր կազմակերպչի հետ բանակցությունների վարման վրա։ Ապրիլին կառավարության որոշումն ընդունվեց, մայիսից հայտեր ենք ընդունում, արդեն 10 հայտ ունենք ստացված 1.4 միլիարդ դրամի ծավալով, ինչը ցույց է տալիս, որ սա իսկապես գործուն մեխանիզմ կարող է լինել կինոարտադրության խթանման ուղղությամբ։ 2025-ին շեշտադրվել է մշակույթի տնտեսականացման ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը, այդ թվում միտված մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների աճին, մշակութային արտադրանքի եւ մասնավորի հետ գործակցության նոր ձևերին։ Թատրոնների սեփական եկամուտները 2025-ին 2022-ի նկատմամբ աճել են 1.75 միլիարդ դրամով, համերգային կազմակերպություններին 745 միլիոն, թանգարաններին 859 միլիոն դրամով։ Ենթադրենք Դիլիջանի թանգարանի կամ Բերդի թանգարանի տնօրենը գիտի, որ իր ֆինանսական եկամուտներից ավելի բան է, ինքը եւ եթե ունի ինքը մի արժեցող, իսկ ենթադրաբար հաստատ ունի նկար, այսօրվա բոլոր բաները, գործիքները հնարավորություն տալիս են սոցիալական ցանցերով եւ այլն, ինքը պետք է մտածի ոնց անի, որ հնարավորինս շատ այցելու գի։ Մեր թանգարանների տնտեսականացման տրամաբանությունը եթե մենք ուժեղացնենք, ինձ թվում է մենք պետք է կենտրոնանանք հենց դրա վրա։ Հիմա օրինակ, որ երբ որ մենք Բերդի պատկերասրահի տնօրենին հարցնենք, ի՞նչն է ձեր, դուք ինչ եք անում, ինչով եք զբաղված, ո՞րն է ձեր աշխատանքի էությունը, ասենք ինչ կպատասխանի, հետաքրքիր է, կուզեմ իմանալ։ Իսկ իր ճիշտ պատասխաններն է, որ ինքը նկար է վաճառում։ Որովհետև նկարը վաճառում, ընենք չի վաճառում, որ մարդը վերցնի տանի իր տանը կախի, վաճառում է այդ նկարը, որ մարդը գա տեսնի եւ դրա համար վճարի։ Այսինքն մեր թանգարանները օրինակ այդ ցնկալումը չունեն, իրանց որ հարցնես, կասեն ամեն ինչ, բացի դրանից։ Այսինքն մեր բոլոր հաստատությունների եւ ղեկավարները եւ աշխատողները պետք է իմանան, որ իրանք վաճառքով են զբաղված։ Իրանք զբաղված են այդ նկարի, ցուցանմուշի, գեղագիտության
վաճառքով ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Անդրադարձ է եղել նաև գիտության ուղղությամբ աշխատանքներին։ Հարմացնում ենք ամերիկյան կողմի այդ բանակցությունները թրիփի շրջանակներում անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը հասցեագրելով, կարծում ենք, որ սա շատ մեծ պոտենցիալ ունի եւ կարող է նաև ծառայել այսօրվա խաղաղության օրակարգին եւ դա նաև ամրապնդել հետազոտական անհրաժեշտ տվյալներով, բայց այս ընթացքում նաև միջազգային համագործակցության էական ծավալներ են աճել։ Ակադեմիական քաղաքի նոր հայեցակարգը լրամշակվել է, ներառվել է տաղանդների զարգացման ծրագիրը, հստակեցվել են իրականացման փուլերն ու ժամանակացույցը։ Գլխավոր հատակագիծը ներկայացված է հաստատման։ Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, թե ինչպես է նոր չափորոշիչը փոխել հանրակրթության ֆինանսավորումը։ 25 թվականին 50%-ով աճ ունենք 19 թվականի նկատմամբ դպրոցների ընթացիկ ֆինանսավորման գծով եւ այստեղ դրա բաղադրիչներն են խմբակները, նախագծային աշխատանքները, երկարօրյա ուսուցումը, անհատականացված դասացուցակավակ դասարաններում ուսուցիչների վերանայված դրույքաչափը։ Բավարար է ասել, որ այս պահին մեր դպրոցներում գործում է շուրջ 400 խմբակ միայն սպորտի ուղղությամբ եւ ավելի քան 4300 երեխա այս հնարավորություն է ստացել նաեւ սպորտով զբաղվելու։ Վարչապետը նշել է, որ կառավարության ռազմավարական խնդիրը պետք է լինի այն, որ սպորտով զբաղվող երեխաների թիվը գրեթե նույնական լինի դպրոց հաճախող երեխաների թվի հետ։ Մենք ռազմավարական խնդիր պետք է դնենք, որ բոլոր երեխաները պետք է ընդգրկված լինեն արտադպրոցական կրթության որևէ բան։ Թող այն մեկը գրականության խմբակի գնա։ Թող ես ընդհանրապես մեր երեխեքի քանի տոկոսը գիտի որևէ երաժշտական գործիքի վրա նվագի։ Եկեք մեր ռազմավարության մեջ արձանագրենք, որ իսկապես խնդիր դնենք, թե ինչու պետք է դպրոցականը որևէ ձևով ներգրաված չլինի։ Ընդ որում կարա դա դպրոցում լինի, ես էլ շատ կարևոր, որովհետև այդքան ենթակառուցվածք ստեղծվում ամարզական, ով ասել եւ մենք էլ ենք քաջալերում, որ դպրոցներում էլ լինեն։ Եվ սրանով առավել իրատեսական է դառնում։ Հիմա երաժշտական դպրոցների հասանելիության հարցը պետք է լուծենք եւ նաեւ աշխատանքային կարգով խոսել ենք ձեզ հետ, որ մենք պետք է նախագիծ ունենանք, երաժշտական դպրոցի տիպային նախագիծ ունենանք եւ այդտեղ էլ նույն սկզբունքը պետք է դնել, որ մենք գույքով ստանդարտ պետք է սահմանենք, թե ինչ գույք պետք է լինի, ասենք ինչ երաժշտական գործիքներ պետք է լինեն, նույնն էլ արվեստի դպրոցում, որպեսզի մենք սկսենք հաջորդ փուլում արդեն երաժշտական դպրոցների եւ արվեստի դպրոցների կառուցումը։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում եւ ավելի քան 490 նախադպրոցական հաստատությունում։ Աշխատանքներն ավարտվել են ավելի քան 100 դպրոցում եւ մոտ 280 մանկապարտեզ նախակրթարանում։ Վարչապետը անհրաժեշտ է համարել նոր ենթակառուցվածքների լիարժեք կիրառումը։ Ուզում ենք, որ դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձեռնազատվի։ Եթե դպրոցը ինքը դպրոցի տնօրենը, կոլեկտիվը, աշակերտները, ծնողները այնքան ակտիվ են, որ իրանք անընդհատ դպրոցը ակտիվ են պահում, շատ ավելի լավ։ Բայց մյուս կողմից, եթե այդպես չի, պետք է այդ տարածքները օգտագործվեն առաջին հերթին կրթական նպատակներով, եւ եթե կրթական նպատակները լուծված են, համայնքի կյանքի կազմակերպման նպատակներով, հանրային կյանքի կազմակերպման նպատակ պետք է դպրոցի դռները բաց լինեն։ Նշվել է նաև, որ ատեստավորված է 9602 ուսուցիչ, ուսուցիչների մոտ 31%-ը, 300,000-ից 400,000 դրամ աշխատավարձ ստանում է 2952 ուսուցիչ, ամենաբարձր 700,000 դրամ եւ ավելի ստանում է 13 ուսուցիչ։ Մայա Խաչատրյան, լուրեր։